Էսա սկիզբը, սենց է սկսում, էլի որ մարդ գժվում է, ոչ մեկ գիշ չի ծնվում, ամեն մեկը մի բանից գժվում է։ Քուրը աղբեր չլինելու միտքը տվել է գլխից, եթե գնացել նման առաջարկ էի անում Ադանեին։ Մարդն էլ եկավ տեսավ, բա ոնց, պատինցը պտիլներ։ Ուժանու եթե այդքան թասիբ ու նամուս մնացել ամեջդ, ուրեմն հավաքվի գնա, փախի, բայց արդեն մենակ, ես քո տեղը չի ապեր։ Չնայած կամ էլ ուշացել ես, քեզ տեղ չեն թողել, Շանո ջան։ Ես ուղարկածը տասովոր նվերից ինչ պետք է հասկանամ։ Վայելի, սովորաբար նվերը վայելում։ Դու իմ լավ մարդկանցից մեկի գլուխն ես կերել։ Քո լավ մարդկանցից մեկը ինչ գործ ուներ իմ տարածքում։ Ուր էր եկել։ Ես չսպասված մի խոսքով անկոչ հյուրերի հետ այդպես եմ վարում։ Շատ աշնորհք ես հա Լև Սետրակիչ։ Լսի, Պեգաս, քեզ գիտես ինչ է սպասվում։ Ինձ։ Ինչի համար։ Ես ինչ եմ արել որ։ Խոստանում եմ մյուս անգամ զգուշացնել նոր հյուրընկալվել քեզ։ Լսի է, քեզ նման անորակ մարդկանց ես շուրջդ հավաքել։ Մենակ ուտում ու մի խոսքը ուղեղ աշխատացնել ինչ է հետ եմ չգիտեք։ Արտահայտություններդ։ Ինչ, վիրավորում եմ ինքնասիրությունդ։ Են էլ ինչքան։ Ես թքած ունեմ քո ինքնասիրության վրա, դու ավելի լավը պատրաստվի, որ պատասխան ես տալու արածիդ համար։ Դու իմ դեմ ոչ մի ապացույց չունես։ Չէ, են որ քո շունն է մտել իմ տուն, դա արդեն լրիվ բավարար է քեզ սատկացնելու համար։ Ես այդպես չեմ բե, թաքուն։ Քեզ սատկացնելը կլինի բացահայտ ու տպավորիչ։ Բժիշկ, ես ինձ շատ վատ եմ զգում, ինձ մաքուր օդ է պետք, եթե ես հիմա դուրս չգամ, խորը դեպրեսիայի մեջ կընկնեմ ու ձեր ոչ մի տեղը ինձ չի օգնի, լսում եք? Ես չեմ կարող, ես պետք է տեղի կասեմ ղեկավարությանը և թույլտվություն ստանամ։ Հանգստացիր, իսկ եթե ես ձեզ լավ բարձրադրամ, Մանի Եսակի հասել էստեղ տուն չես մտնում։ Ես ինձ համոզելով եմ եկել հասել ձեր տուն։ Ինչի։ Իմ տունը ինչ է, դևերի որջը ինչ է։ Չէ, ուղղակի չեմ ուզում ընտանիքիդ անդամները տեսնեմ։ Սխալ կարծիք է ձևավորվում։ Այդ երբ վանեցես ուրիշների կարծիքից սկսել վախենալ։ Չեմ վախենում ես։ Ուղղակի տհաճ է։ Արի, քեզ ոչ ոք ստեղ բան չի ասել։ Չէ, ես տուն չեմ մտնի։ Ինչի՞ ստեղ ենք խոսալու։ Հա։ Ու ինչքան հնարավոր է արագ ասեք, որտեվ ես մորս մենակ չեմ կարա երկար թողամ։ Լևը ճիշտ էր նկատել էլի, որ բնավորություն ունես։ Այդ լավ այնց դուր է գալիս։ Վախեց աղջիկ։ Ինչ եք երկու աղբեր խեղդում ինձ ամեն օր։ Սովորություն եք սարքել։ Երկար ես սպասացնում։ Բա քեզ թվում էր հեշտ էր դուրս գալը։ Դա ոնց է գժանացում։ Դու ասա, ոնց ես քեզ զգում, ոնց որ տանը լինես, չէ՞, ստեղ։ Վատ կատակներդ
Կարա վատ բաների հանգեցնեն քեզ։ Ինչ նուրբ ես։ Բայց մոռանում ենք, որ ես գիժում ու ավելի լուրջ թեմաներից ենք խոսում։ Մի քիչ արագացրու, ես չեմ կարող այստեղ երկար սպասել։ Ես էլ։ Քեզ ինչի են փակել այստեղ աղջի։ Ասում են գիժ եմ, բայց ես գիժ չեմ, ու դու էլ գիժ չես։ Մենք շատ խելոք ենք երկուսս էլ, չէ՞։ Հա, գիտեմ։ Ցավոք սրտի մենք բոլորից խելոք ենք, ինչի համար էլ մարդիկ մեզ փակում են այստեղ։ Բայց մենք պիտի այնքան խելացի լինենք, որ իրանց վրցնենք, մենք պիտի իրանց հարիվացնենք։ Մտքին է տասը։ Դու ինձ պիտի քեզ հետ տանես։ Շատ խնդալու էր, բայց ես շատ լուրջ եմ խոսում։ Դու պիտի ինձ այստեղից տանես։ Դու միակ մարդն ես, ով կարա ինձ օգնի։ Քեզ տանեմ ինչ անեմ։ Տանես ինչ անես։ Բա մնամ ստեղ ինչ անեմ։ Ուզում ես, որ իսկականից գժվեմ, հա։ Հիշիր մենք ոնց էինք իրար օգնում։ Հիշիր նեղ պահերին ով էր քեզ հասնում։ Խորեն։ Զզվում եմ, որ երեսով ես տալիս։ Ես երեսով չեմ տալիս։ Ուզում եմ, որ հիշես ինչքան եմ քեզ օգնել։ Ընդամենը։ Այսքան որ Վլադիկին խնդրեի։ Հիմա կօգներ խորեն։ Դե գնա խնդրի։ Ինձ ինչի է այստեղ կանչել։ Վլադը մոտս էր։ Եկել էր, որ քո տեղն իմանար։ Բայց ես քեզ չդավաճանեցի։ Որտեղս իմանայիր, լավ էլ կդավաճանայիր։ Հա, ես վատն եմ։ Թքած ունեմ բոլորի վրա։ Այդ թվում և ինձ վրա։ Ես որ քո վրա թքած ունենայի, ստեղ չէի լինի։ Սիրում եմ քեզ։ Կարամ գնամ։ Գնաս չէ, գնանք, մենք երկուսով պիտի այստեղից դուրս գանք։ Սարքում ես գլխիս։ Ինչն եմ սարքում։ Որ քեզ տանեմ ինչ եմ անելու։ Դու ինձ տար, հետո կորոշենք։ Արի։ Եթե վիճակի լինեի ինքս կբերեի հաստատքներն էլ փողնել, բայց առողջությունս չի ներում։ Այդքան փող ունեք, ինչի չեք բուժվում։ Կգա ժամանակ ու կհասկանաս, որ փողը ամենազորեղ բանը չի։ Զարմանում ես, որ ես եմ դա ասում։ Զարմանում եմ, որ հիմա եք այդ հասկանում։ Կգնաս օֆիս, քարտուղարու մոտ են բոլոր անհրաժեշտ թղթերը ու փողը։ Այսինքն ամեն ինչ պատրաստ է, որ մենք երկրից դուրս գանք։ Հա, ամեն ինչ պատրաստ է։ Դուք կգնաք, ես իրենց լավ կզգամ, որ կարողացա ձեզ մի աննշան օգտակար լինել։ Բարև ձեզ։ Երեխեն բարև տվեց տիկին անգին։ Իսկ դու այդ երեխուն ինչի տուն չես հրավիրում։ Վախենում ենք չընդունես տիկին անգին։ Հաջողություն։ Կգնաս ուղիղ օֆիս։ Շնորհակալ եմ։ Փաստորեն ներեց քեզ։ Չփոխվեցիր էլի տիկին անգին։ Ինչի էր եկել։ Ես էի կանչել։ Ինչի համար։ Ես պարտավոր եմ քեզ դակլատ տալ տիկին անգին։ Այո, ալի, պարտավոր ես, որովհետև սա մեր տունն է, ես էլ քո օրինական կինն եմ։ Դու եւ քո անօրինական որդին պարտավոր եք ինձ հարգել։ Հարգել այո։ Բայց չվախենալ։ Ու չանել այն ինչ որ դու կամենում ես։ Սոսը իմ տղան է։ Ու սրանից հետո հաճախ է գալու ստեղ։ Մեր տուն։ Ու բարի եղի։ Ընդունել դա։ Սենց որ շարունակվի կարող է մորնել տեսնենք այս տանը։
Դու ձայն չես հանում, բայց մեկա չես էլ հավատում մինչև վերջ։ Կասկածները որդի պես կրծում են քեզ։ Մտածում ես, որ աղբերը դու ես։ Վայ, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ ու անեմ։ Ալո։ Ադամը ես եմ, Ադամը։ Պապ ուր ես։ Պապ որտեղ ես դու։ Չգիտեմ, ես լավ չեմ։ Պապա գոնե ասա ուր ես, ոնց քեզ կարող են գտնել։ Ես չգիտեմ ուր եմ։ Ոնց չգիտես ուր ես, պապ։ Խորենի հետ եմ գնացել, ինքն է ինձ տեղներել։ Ալո, պապ, ալո։ Ալո։ Լսի, ես շատ ժամանակ չունեմ, քանի դուրս եմ եկել, տար ինձ այստեղից։ Քիչ կամաց էլի։ Ներվայնանում եմ։ Իսկ ես ներվայնանում եմ, որ դու կանգնած ժամանակ ես փչացնում, ես այդ ժամանակը չունեմ։ Եթե մի հատ էլ բերանդ բացվեց կմնաս ստեղ։ Դու ինձ տանում ես։ Չգիտեմ ինչի եմ ես ամեն ինչը քո համար անում։ Որովհետև սիրում ես ինձ կյանքս։ Խոսք եմ տալիս, բերանս փակում ու այլ չեմ բացելու։ Խոսք եմ տալիս, մինչև չասես չեմ բացելու։ Լավ մի հատ սպասի, հա, հələ հանգստացի։ Ստեղ պահակ կա, ոնց պիտի քեզ ստեղից անեմ։ Մոտոտուրա։ Արի կասեմ։ Լադ։ Երկած։ Քնած չեմ։ Պապան էր զանգել։ Հա, բայց ես իր ասածներից բան չհասկացա։ Ոնց չհասկացար։ Բայց զանգում եմ հետ վերցնող չկա։ Չի վերցնում։ Ինչինց քնիշ չէիր անում։ Հա, բայց Վլադ, ես ինչ իմ անեմ, որ պապան ա զանգում։ Բա հիմա ինչի չի վերցնում։ Կարող է հիվանդ նորից ինչ-որ բան ասարկել։ Ինչ ասեց հեչ։ Վլադ, չգիտեմ, ես իրան հարցրի ուր ես, բայց ինքը չկարողացավ պատասխանել։ Հետո կապն ընդհատվեց ու… Ալո։ Պապ։ Լավ, դվես ես, քո ձայնը լսում դու ես, ողջ ես, լավ ես, եթե կարողանում ես հետս խոսել։ Հա, պապ, ես լավ եմ, իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Դու հիմա որտեղ ես, ոնց ես, տեղը տասա, որ գամ հետևիցդ։ Լավ, մայրդ, մայրդ վիրավոր էր։ Պապ, մամայի հետ ամեն ինչ նորմալ է, հիմա կարևորը դու ես, խնդրում եմ, ասա որտեղ ես։ Չգիտեմ ուր եմ, ես խորենի հետ եկա, գիշեր էր, ես չէի հասկանում, ինչ էր կատարվում, մեքենան էլ ինքն էր վարում։ Բայց դու ինչի էիր իր հետ գնում։ Վատ էր, որը կրակելուց հետո շատ վատ էր։ Ես նրան տարա, որ փրկվի, որ ոստիկանության ձեռքի չընկնի։ Էլի դրա մասին ես մտածել։ Իրա մասին մտածելով իրա լարած թակարդն ես ընկել։ Չէ, Վլադ, եկանք, երկուսս էլ վատ էինք։ Նա սիրտս վատ է, չեմ կարողանում շարժվել։ Պապ, ես հեսա կգժվեմ։ Որտեղ ես։ Չգիտեմ, Վլադ։ Ախր ոնց չգիտես, լսի դա կարող է քո հետ ինչ-որ բան արել։ Մի հատ գոնե դուրս արի տես որտեղ ես, տարած քնայի։ Ինձ թվում է, որ շարժվեմ կարող է բերնել։ Վիճակի չեմ դեպիցս վերքին անում։ Վայ լուրջ եմ ասում, ես հեսա կգժվեմ։ Իսկ այդ անասունը ինչ է անում։ Տես նստել նայումա ոնց ես մեռնում։ Իրա համար ես մեկ եմ։ Ոնց մեկ ես։ Ոնց դե մեկ ես։ Ասա դու բաց թողնի քեզ հենց հիմա։ Վլադ, հանգիստ, մի գոռա։ Վլադ, դուհես։ Դա եթե մեռնում էր, ջանս դար չի լինի։ Կարևորը դու ու մայրդ ողջ եք։ Իսկ խորենին իմ աջակցությունը պետք չի։ Ես իզուր իրա հետ եկա։ 嗯 Ալո։
Էս ինչ է։ Փաստաթղթերն են, մամ։ Ամեն ինչ պատրաստ է, որ մենք մեկնենք ու բուժումը Իսրայելում շարունակենք։ Իսկ եթե ես չեմ ուզում ոչ միտեղ մեկնել։ Ինչ է նշանակում չեմ ուզում։ Ձեռ ես առնում, մամ։ Արի ոչ միտեղ չգնանք տղես։ Մամ, ինչ ես խոսում։ Ես մեջից ես ճղվելով, չուզենալով, գնաց այդ մարդուց բան եմ խնդրել։ Եթե քո դեպքը չլիներ, ես կյանքում տենց պարտքի տակ չէի մտնի։ Ես քո համար ամեն ինչ անում եմ, որ դու միջև վերջ կողքս լինես, բայց դու իմ ասում ես չգնանք։ Ես գիտեմ, որ դու ինձ համար ամեն ինչի պատրաստ ես, բայց Եթե իմանայիր կգնահատեիր ու հիմա այսքան բանը չէիր ասի։ Սոս, դու հասուն տղա ես։ Դու ես կյանքը շատ լավ ես հասկանում։ Էլ երեխա չես։ Ես չեմ կարող քեզ խաբել ասել, գիտես։ Ես շուտով կբուժվեմ, աշխատանք կգտնեմ։ Կաշխատեմ ու մենք առաջվա պես էլի նորմալ կապրենք։ Մամ, ինչ գիտես։ Տղես, հասկացի։ Ես հիվանդ եմ։ Իսկ ես անտեր հիվանդության վերջը մեկն է։ Մահ։ Ոչ միշտ։ Դու երբեք չես կարող իմանաս Աստված քո համար ինչ է նախատեսել։ Ամեն մեկը տարբեր ճակատագրեր ունի։ Իսկ ես ումից եմ լավը, ումից եմ բարձրը, որ ինձ խնայի ու ավել կյանք տա։ Մամ, էլի եմ ասում, ամեն մեկն իր ճակատագիր ունի, դու ոչ մեկի հետ գործ չունես։ Միջև այսօր իմ կյանքի ինչ է եղել, որ հետոն ինչ լինի տղես։ Սկզբում ինչ է եղել կյանքս, որ վերջը լավ լինի։ Մամ, քեզնից ինչ է գնում, ամեն ինչ պատրաստ է, մնում է մեկնենք, արի համաձայնվի էլի։ Թող քո ասածով լինի։ Միայն հանուն քեզ։ Ժան, Բարև։ ոնց ես։ Զղրգել է առևտրին։ Էս իր համար չի, աշխատողների համար։ Դե գիտես, սաղից կորմը պետքա տեղալ։ Աշխատողա մնաց է, սաղին հանել արել է էլ։ Սաղից հավաքել է իրար գլուխ։ Երևի դու տեղյակ չես, շեֆի վրա մահապորց էին արել։ Դե մտել էին տուն, ուզեցել էին խփեն, անել ինքը տեղում գյուլել էր։ Լավ ես նայում քեզ, Մոնթե։ Ճիշտ ժամանակին մաքուր օդ ես վայելում, բնության գիրկն ես։ Արա, բայց դուք ինչ մարդ եք, դու քո նմանները մարդ եք գտել նախանձում եք, հա։ Չեմ նախանձում։ Երանի եմ տալիս։ Երանի մի տուր։ Ասատենա միշնա քեզ բերած դե։ Առաջարկը։ Առաջարկ։ Ասում եմ պարապ մնալ մի բան չի։ Աշխատանքն է, որ մարդուն գեղեցկացնում է, ջահելացնում է։ Ալեր, ես փաս, ես իմ գործից հրաժարվել եմ։ Իսկ քո առաջվա գործը ո՞րն է։ Պալաչությունը։ Ես իմ։ Չէ։ Ես չեմ ասելու, որ ինչ որ մեկին վերացնես։ Այդ ժամանակներն արդեն անցել են։ Բա դու ինձ ինչ ես առաջարկում, ինչ աշխատանք։ Դառնաս իմ վադիտելը։ Դու ցիրկ ես վալերը։ Օրսա։ Լավ իջացրին։ Իմ մոտ ազատ տեղ կա։ Վադիտելի կարող է աշխատես։ Ամիսը 60,000 դրամ փող կտամ։ Նեղանում ես, հա։ Ասեմ, որ այդ աշխատանքը այնքան էլ վադիտելի աշխատանք չի։ Դու ամեն բան անելու ես, բացի վարորդությունից։
Դա իմ գլխին մի փորձանք չբերի։ Ինձ ասեց 20 րոպեից վերևում եմ։ Երկու կոպեկի համար ինձ կրակը գցեցին։ Մարդ չեն էլի լակոտներդ, անորակություն են։ Լակոտներիդ հորստանից չեմ բերել, այնպես որ խորը շունչ քաշի ու մի հատ հանգստացի։ Էդ ինչ հոգեբուժարան ես գտել։ Դու երևի փեշով էլ փող ես տվել, չէ՞ որ գժիտ լավ նայեն։ Հատ բոլորին տեսել եմ, բոլորի գրպանները փող եմ դրել։ Մեր օրերում սիրուն աչքերի համար բարի գործ չեն անում, Ալիկ։ Բայց արի ու տես, որ վճարվելուց հետո էլ մարդիկ իրանց գործի տերը չեն ելնում։ Հա, փողը ստացել են, մնան ինչ անեն։ Հենց իրանց մոտենում ես, գրպանները լայն բացում են։ Կամ էլ մարդիկ ինչ անեն, որ գործ ունեն ծայրահեղ գժի հետ։ Լավ, հա։ Մեր աղջիկը էլի լավ է, փառք Աստծո։ Դու գիտես ընտեղ ինչ գժեր կան, ինչ ծանր գժեր կան, ինչ ծանր դեպքեր կան։ Դու քո աղջկանից ծանր դեպք չի կարա լինի։ Դե որ դու հերը լինելով նման բան կասես, ուրիշները կասեն ու կասեն։ Ինչ ասես կասեն։ Դու ինչ կային եմ ասում։ Լակոտները չեն թողում մի հատ շունչ քաշենք։ Դու չեն թողում մի հատ դեզարտ փչա սիրտս նորմալ աշխատի։ Ուֆ, Ալիկ։ Դրանք միջև իմ թաղումը չանեն, չեն դինջանա։ Հիմա ինչ եմ հասկանում, դու քո մասին ես մտածում, թե երեխուն։ Դու քո երեխեքը իսկական հարամ չի են։ Պետք է ամեն ինչ անեն, որ վրես արև չբացվի։ Ոնց հասկացա, քեզ համար Կարմենի անհետացումը մեկ է։ Ինչ տանից դուրս ենք եկե, գլխիդ արև ընկնելու մասին ես խոսում։ Դու որովհետև ապագայի հետ կապված ես մեծ ծրագրեր ունեմ։ Ինձ պետք է պաշտոն տան մեծ։ Իսկ լակոտները դել ամեն ինչ անում են, որ ինձ վարկա բեկեն։ Մեղա։ Վլադ, մի հատ կարող ես հանգստանալ ու ինձ լսել։ Պետք է օրս գտնենք, պարտադիր պետք է գտնենք։ Հա, Վլադ ջան, հասկանում եմ, բայց մենք ավելի շուտ կգտնենք, եթե դու դուրս գաս վիճակից։ Մի հատ քեզ տես։ Լսի, ոնց դուրս գամ, կարաս ինձ բացատրես։ Հերս ստենդավորված մարդ է։ Ամեն վարքյան կարա հորս սիրտը կանգնի։ Իր տեղը հիվանդանոցում է, ինքը պետք է բուժօգնություն ստանա, ոչ թե չգիտեմ որտեղ։ Վլադ, իհարկե հասկանում եմ, բայց ինչ կարելի է անել։ Ոնց գտնենք հիմա, ասա։ Հեռախոսի համարով։ Հեռախոսի համարով։ Հա, ճիշտ ես, բայց ոնց։ Ես գիտեմ ում կարամ զանգեմ։ Վալեր, աղբորպես Արիկելն դու գնա քաղաքը։ Առանց պատասխանը իմանալու։ Հա։ Բայց դու գիտես չէ, որ ես սիրում եմ իմ հարցերի պատասխանները գրպանումս ունենալ։ Դու գնա քաղաք, ես կմնամ ստեղ, կմտածեմ, կգամ քաղաք պատասխանը կտամ։ Ալո։ Բարի երեկո, Վալերի Սերգեյիչ։ Բարև, ով է։ Ադամ Գերգիչի տղեն է։ Հա, լսում եմ։ Մի քիչ իրավիճակը լարված է ու խառը։ Պապան չկա, անհետացել է ու պետք է անպայման պապային գտնենք։ Հեռախոսահամար կա, հեռախոսահամարով կարանք գտնենք։ Կարանք։ Բայց ես հիմա քաղաքում չեմ։ Առավոտյան կզանգեմ։ Դուք կամ ինձ չհասկացաք, կամ հարցի լրջությունը չգնահատեցիք։ Ես չեմ կարող սպասեմ։ Իսկ ես այս պահին չեմ կարող օգնել։ Առավոտյան կգամ քաղաք, կզանգեմ, տեսնեմ ինչ կարող եմ անել։ Վլադ, բան դուրս եկավ։ Չի ասաց եղունգ ունես գլուխդ քորի։
Ինչ։ Էս ի՞նչ է։ Հասանք։ Ուր հասանք։ Այնտեղ որտեղ որ պետք է հասնեինք, իջի։ Բայց մեզ չկա, ասում եմ իջի։ Չէ, դու մարդ չես։ Դու մարդ չես։ Դու գիտես, որ ես օգնող չունեմ։ Դու Ես որտեղ ես բերել ինձ իջացրել։ Չես տեսնում, որ մութ է։ Մենակ չասես մթությունից վախենում ես։ Չեմ իջնելու։ Լսի, ինձնից հասնում էր քեզ գժանոցից անել եմ։ Հենց հիմա իջի։ Մեծ բան չես արել։ Իջի ասում եմ։ Չեմ իջնելու։ Չեմ իջնելու։ Չեմ իջնելու, չիջաս։ Իջի։ Դու մարդ չես։ Դու մարդ չես։ Մարդ չես։ Ես չանես հետ տանեմ գժանոց աղջիկ։ Չվախացնես ինձ։ Պրոստը խառն եմ, վատ եմ։ Ավելի լավ է դու գնաս։ Ես քեզ հետ մինչև վերջ եղա։ Մինչև վերջ։ Իսկ դու ինձ կես ճափին թողացիր, հա? Կես ճափին ես թողնում ինձ։ Գնա, զսպում եմ քեզնից։ Հիմա ով այնց պատասխան տալու։ Ով։ Ալիկ ջան, շատ եմ խնդրում, դու մի հուզվի, հա, հիշիր, որ սրտի հետ կապված դու խնդիրներ ես։ Լսեք, ես մարդ եմ, որ երեխային բերելա ձեզ մոտ, որ դուք օգնեք իրան ու բուժեք։ Ես ինչ բարդակ եք ստեղծել, ստեղ որ երեխաս փախնում է ձեր մոտից։ Այո, ինչ ասվեց, շատ ճիշտ ասվեց։ Ով այնց պատասխան տալու երեխայիս համար։ Ձեզ եմ հարցնում։ Եթե մեր երեխու հետ մի բան պատահի, եթե մեր երեխեն փորձանքի մեջ ընկնի, ումից ինչ ենք սպասելու։ Ես չեմ էլ ուզում արդարանալ, որովհետև Գիտեք, որ դա ձեզ չի բրկի։ Վերջին անգամ դու երբ ես նրա մոտ եղել։ Երբ մտա տեսա, չկա, դրանից մի ժամ առաջ էի այնտեղ եղել, նրան տեղ էի տվել։ Ես կարծում եմ, որ նա ինչ-որ մեկի օգնությամբ է լքել այս հաստատությունը։ Լսեք, ինձ կարծիքներ պետք չեն։ Ես կոնկրետ ինձ բավարարող պատասխան եմ ուզում։ Ցավոք, մենք այս պահին ձեզ օգնել չենք կարող։ Իրականում դուք ձեզ պետք է օգնեք, որովհետև եթե աղջկաս մի մասը ծռվեց, ես բոլորիդ բանտ կնստացնեմ։ Ալիկ, արի այդքան կտրուկ չլինենք, հա։ Ոչ։ Հենց կտրուկ պետք է լինեն, որպեսզի ամեն մարդ իմանա իր տեղն ու գործը։ Լավ, գոնե մեզ օգնեք հասկանալ, ոնց որտեղ կարող ենք երեխուն գտնել։ Մի բան ասեք։ Լսի, ես մարդիկ իրանց գործը չեն կարողանում անել, իրանց գործը չգիտեն։ Մեզ որտից օգնեն։ Ճիշտն ասած, այսօր մի դեպք եղավ, բայց ես չգիտեմ ինչքանով կօգնի դա ձեզ հիմա։ Ես մտա այն պահին, որ ձեր աղջկա մոտ մի տղամարդ էր եկել։ Նա փորձում էր խեղդել ձեր աղջկան։ Ով էր։ Ով էր։ Թե ձեզ մոտ ով ուզրակը մտնի։ Ձեր աղջիկն ասեց, որ նա իր ամուսինն է։ Վլադը։ Սիրտս ինձ հուշում էր, որ դու հետ ես գալու ու այս մթին ու ցրտին հենակ չես թողնելու։ Վերցրա։ Էս ինչ է։ Ինչ անեմ ես սրանց հետ։ $5000 ես տվել։ Ծախսես։ Քեզ պետք է։ Դու շատ լավ գիտես, որ ես ծախսելու տեղ չունեմ։ Ու ընդհանրապես գնալու տեղ չունեմ։ Վերցրա դիր գլխիդ, չարատես։ Այսինքն հետ եկար, որ ես ինձ տաս։ Կուզենայի ուրիշ բան ասեի, պրոստը ժամանակ չունեմ, պիտի գնա։ Ինձ պետք չեն քո փողերը։ Չես պահիր։ Լսի։
Կարող եմ մի հատ էլ խեղտես գցես այստեղ ու գնաս։ Լսի, ես հիմա ժամանակ չունեմ քեզնով զբաղվելու։ Ուշքո միտքս մեր է սա։ Ես պետք է հասնեմ մորս, հասկացար։ Ինձ ինչի ես այդ ասում։ Կարող եմ ես մորը հիվանդանոց գցել։ Դու ես նրա վրա կրակել։ Մի մոռացի։ Հա, բայց ես չէի ուզում։ Հերս ստիպեց։ Հերս ու Վլադիկը։ Ես հորս էի ուզում կրակեի, պրոստը մերս գնաց հորս փրկելու։ Մի պատմի, հա։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Բայց մորս կյանքը պետք է քո համար հետաքրքիր լինի, հասկացար։ Հասկացա։ Հետաքրքիր է, հետաքրքիր է։ Իմ անգին մամայից հետաքրքիր է։ Թող։ Ինչ եք սա։ Սողոտ խեղդում ինձ։ Այս ուրիշ բան։ Իսկ հորդ ինչ ես արել։ Նրան էլ ես գերի վերցրել ոնց որ Վլադիկին։ Չէ, հա։ Շատ էլ ինձ պետք է։ Բա ինչ ես տարել պահել։ Ինքը եկավ հետս։ Եկավ ու վատացավ, հիմա էլ ջարմի պես տանը վերընկացա։ Իսկ չես վախենում, որ կարա մեռնի։ Իմ համար մեկա։ Բա եթե հետաքրքիր չի, ինչի բաց չես թողնում։ Սպասում եմ մաման լավանա նոր։ Իսկ եթե չլավանա։ Սաղին կմորթը։ Այս անգամ ոչ ներում կլինի, ոչ էլ բեկում, հասկացար։ Լավ, մի խոսքով շատ ես հարցեր տալիս։ Այս փողը վերցրու ու գնա քո գործերին, հասկացար։ Քո խաչը ամեն անգամ փրկում է ինձ։ Չես պատկերացնի, թե ինչ կատարվեց հետս, որ այդ խաչը գտանք։ Համ ուրախացա, համ տխրեցի։ Մտածեցիր մեռել, հա։ Չկորցնես լավ այդ խաչը երբեք։ Այս իմ թալիսմանն է դարձել։ Որը կորցնեմ, ուրեմն քեզ եմ կորցնում։ Տենց չի։ Իսկ ճիշտ չէր լինի, որ մնայր տանը հանգստանայր, որ առավոտից էլ ընկներ պապային գտնելով։ Քանի օրս չեմ գտել։ Պետք է մորս կողքին լինեմ։ Քիչ ամնում կիսվեմ, կեսս մորս մոտ լինի, կեսը օրս մանկը։ Ալո։ Լսել եմ աղջկաս մոտ ես եղել։ Ինչ։ Եղել ես աղջկաս մոտ հոգեբուժարանում ու փորձել ես նրան խեղդել։ Դե նա ամեն ինչ էլ գիտես, էլի։ Ուզում էի սատկացնել քո գժին։ Իսկ հետդ ինչ կլներ։ Արա, Ադամիչ։ Խոստովանեց։ Աղջիկս չկա։ Հիվանդանոցից անհետացել է։ Ասում եմ կարողա քո ձեռքի գործնա։ Էլ բան ու գործ չունեի, պիտի քո աղջկան հիվանդանոցից փախցնեի։ Հենա մի անգամից տեղ է, էլի կսատկացնեի, կվերջանար կգնար այս պատմությունը։ Կարմենը չկա, հաստատ իրար հետ են։ Լակոտը իր գլխի գալիքը չգիտի։ Դու են ասա խոստովանեց, որ երեխուն ինքն է տարել։ Տո որ երեխա էլ չես ասում, արունը գլխիս է տալիս։ Բա երեխա է, բա ինչա։ Ինչ անենք, որ մի քիչ գիժա։ Դու մի քիչ չէ։ Դու կարքին էլ գիժա։ Լավ, բայց ինչ ես մտածում, որ հենց խորելն է տարել Կարմենին հիվանդանոցից։ Որովհետև նա էլ նրա նման գիժ է, հոգեկան հիվանդ։ Լավ, ինչ է միացրեց իրանց։ Ինչ հետ աղջկան սենց անկառավարելի դարձրեց։ Հաստորեն իրար հետ են, հա։ Հաստորեն։ Ադամի տղեն փեսեց չի։ Ինքն էր զանգում։ Ու ասեմ, որ շատ խառն էր։ Կարող է իմանաս խնամոթ հետ ինչ է եղել։ Իսկ ես հարցնում եմ ինչ էր ասում։ Ադամին էին տանում։ Ես խաբարել չի։ Ժամանակին ինչ ընկերներ էինք ու ինչ դառանք։ Կարելի է ասել մեր ընկերությունից ոչ մի բան չմնաց։ Բալը դու կարաս ինձ ասես, ինչի համար էր զանգել։ Դե եթե այդ կանան հանգստանում ես, աղջկադ զանգի։
Ուզում եմ ամեն րոպե մոտդ լինեմ, մամ։ Ուղղակի պիտի պապային գտնեմ։ Չէ, չեմ հանձնվում։ Բայց չեմ էլ կարողանում հասկանալ ինչի էս ամեն ինչը հենց իմ գլխին թափվեց։ Հավատում եմ, որ լավ է լինելու։ Զգում եմ, որ քիչ է մնացել իմ տանջանքներին, ու այս ամեն ինչը շատ շուտով վերջանալու։ Խորեններ, թե աչքիս երևաց։ Կշվել եմ արդեն, թե չէ։ Դու ես աղնավարտվեց, բռնվեցիր տիկնիկս, դյարի մեկ պոչ։